Փրկել պատանդ հայերին, քրիստոնյա առաջնորդների կոչը աշխարհի մեծերին։ Գերիների հարցով եվրոպական բանաձևին սպասելիս բարոյական ճնշում Բաքվի վրա։ Տարիների ավանդը հողին հավասար հայի կառուցածը քանդում է ադրբեջանցին։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, ես Հայկ Նավասարդյանն եմ։ Եվ այսպես այսօր ժամը 17:10-ին 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Երևանից 13 կիլոմետր հարավ-արևմուտք օջախի 10 կիլոմետր խորությամբ։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Երևանում և Կոտայքի մարզում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Այսօր Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվել, որը ներառում է քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքների զարգացում, պայքար հիբրիդային վտանգների ու սպառնալիքների դեմ։ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ընդգծել է, որ առաջիկայում կբարձրացնեն Բաքվում գտնվող հայ գերիների հարցը, իսկ մինչև այդ վաղը մարտի 13-ին Եվրախորհրդանի սեղանին կլինի 23 հայերի ճակատագիրը։ Ինչ ճակատագիր է սպասվում էթնիկ զտման ենթարկված 120 հազար արցախցիներին։ Շվեյցարիայի խորհրդանի վերին պալատում եկող շաբաթ կքննարկեն միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշխիքներով Ադրբեջանի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաև հայերի ապահով վերադարձի հարցերը։ Շվեյցարական խորհրդանի ստորին պալատն ի դեպ ամիսներ առաջ է բանաձև ընդունել արցախցիների անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու համար։ Նաև այդ խնդրով դիմել է կառավարությանը։ Շոշափելի տեղաշարժ սակայն մինչև այսօր չկա։ Արցախցիները հույս ունեն, որ եթե եկող շաբաթ մի բանաձև էլ վերին պալատն ընդունի, շվեյցարական կառավարությունը տեսանելի քայլերի կգնա։ Մինչև այդ Եվրոպական միության խորհրդանի սեղանին Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցն է։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անօրինական կալանքը եւ կեղծ դատավարությունները վերնագրով քննարկումից հետո քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։ Ինչ կտա այս փաստաթուղթը, եթե այն բանաձև դառնա։ Նման փաստաթղթերը հետագայում քաղաքական սանկցիաների հիմք են հանդիսանում կամ էլ այնպես փաստաթղթի մեջ պետք է նշվի սանկցիա կիրառում են թե ոչ։ Բնականաբար նման փաստաթղթերը ապագայում ենթադրենք Ադրբեջանը ուզում է ինչ-ինչ տնտեսական հարաբերություններ հաստատել Եվրոպական միության հետ։ Միշտ էլ գտնվել են դիմադիրներ, որոնք մատնացույց կան նման փաստաթղթերի, որպեսզի ասենք նման համաձայնագրեր չկնքվի։ Ֆրանսիսկո Ասիս, Վասիլե Դինկուն, Նաչո Սեանչես Ամոր, Էվին Ինսիր, Վիտենսիս Պովիլաս Անդրյուկայտիս, Յաննիս Մանիատիս, Եվրոպադգամավորները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին հետևել իրենց միջազգային պարտավորություններին, այդ թվում Ժնևի կոնվենցիային եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային։ Դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անարդար կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը եւ անարդար դատավարությունները եւ պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։ Քանի որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ընդունել են 23 անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայկական ծագում ունեցողների կալանավորումը, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանները փաստագրել են հայ գերիների առնվազն 80 հաստատված դեպք։ Քանի որ գոյություն ունեն Բաքվում պահվող հայ բանտարկյալների հանդեպ բռնության, հոգեբանական խոշտանգումների եւ անարդար դատավարության վերաբերյալ հավաստի հաղորդումներ, այդ թվում 7-ի դեպքում, որոնք արդեն դատապարտվել են անարդար դատավարություններում երկարատև ազատազրկման։ Քանի որ 2025 թվականի հունվարի 17-ից 16 կալանավորվածներ, այդ թվում Արցախի, Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական եւ քաղաքական առաջնորդներ, ենթարկվել են անարդար դատավարությունների, թափանցիկության եւ պատշաճ գործընթացի բացակայությամբ։ Քանի որ ձևակերպումով պատճառաբանությունների շարքը եվրոպադգամավորները երկար են շարունակում ու հիմնավորում կոչ անում միջազգային քրեական դատարանին ու գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման, հետապնդման եւ էթնիկ զտումների դեպքերը։ Ցանկացած դատական ակցիան այդ փաստաթղթի վրա հեշտությամբ հղում կատարի
որպեսզի իրավական հիմնավորումները հիմնավորի։ Ամենաշատը անհանգստացած դրանցով Ադրբեջանն է։ Նիդերլանդների թագավորության արտգործնախարարն էլ է հայտարարել, թե գերիների հարցը կբարձրացնեն Բաքվում։ Կասպար Վելտկամպը ասել է, ազատ եւ արդար դատավարության նրանց իրավունքները պետք է պահպանվեն եւ Նիդերլանդներն ու Եվրամիությունը կշարունակեն առաջ մղել այս հարցը։ Ինչ ազդեցություն կունենա միջազգային այս արձագանքը Ալիևի վրա։ Գործուն կիրառություն կունենա Եվրամիության խորհրդարանի փաստաթուղթը։ Հանրահայտ է, որ երբ իրեն ոչ ձեռնտու բանաձևեր էր ընդունում Եվրոպայի խորհրդի օրենսդիրը, Ալիևն այդ փաստաթղթերը հենց այդպես զուգարանի թուղթեր որակում։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։ Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։ Խորհուրդը ընդգծում է, որ հայ գերիների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ շարունակվող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսեւորումներն են, որ Ադրբեջանը փորձում է ոչ միայն քողարկել, այլև արդարացնել իր իսկ սանձազերծած ցեղասպանության եւ պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը։ Խորհուրդը դիմել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հորդորելով դադարեցնել հացադուլը։ Իսկ ադրբեջանական պրոպագանդան երեկվանից հեղեղված է Արցախի նախկին պետնախարարի դեմ Ոմն Մուշեղ Գրիգորյանի ցուցմունքներով, որտեղ վերջինս Վարդանյանին մեղադրում է իբր Արցախում ահաբեկչական զինված խմբավորումներ ստեղծելու մեջ։ Այստեղ մի պահ կանգ առնենք, հիշենք ով, ում, ինչի համար ու որտեղ է մեղադրում։ Պատասխանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են հնչեցնում, հիշեցնում օկուպացիայից հետո Ստեփանակերտում մնացած ու ադրբեջանական լրատվամիջոցների մշտական հերոսը դարձածը չի կարող մեղադրել մարդու, որը Արցախ էր եկել արցախցիներին օգնելու համար։ Ստացվում է Բաքուն Վարդանյանի դեմ ցուցմունք կորձելու համար փաստացի մնացել է հարբեցողի հույսին։ Զուգահեռ իրականության մեջ քրիստոնեական աշխարհն է խառնվել դիմել աշխարհի մեծերին, Թրամփին հիշեցրել նախընտրական շրջանում քրիստոնյաներին պաշտպանելու խոստումը։ Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդներն են նամակ գրել նախագահ Թրամփին։ Հրատապ ու վճռական քայլեր են խնդրում Բաքվում պահվող 23 հայի եւ 1 կրոնափոխ ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ։ Քրիստոնյա առաջնորդները հղում են արել խոշտանգումների մասին հավաստի զեկույցներին, նաեւ պատմել արդեն 21 օր անօրինությունների դեմ պայքարող Ռուբեն Վարդանյանի վիճակի հացադուլի մասին։ Ընդգծել են, թե Թրամփի առաջնորդությունը բացառիկ դիրք ունի այս ճգնաժամը լուծելու հարցում։ Այս քրիստոնյաների կյանքը փրկել է պետք։ Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումների ենթարկեց ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել էթնիկ զտումները դադարեցնելու կամ այդ ոճրագործության մեղավորներին պատժելու համար։ Այդ ժամանակից ի վեր այդ նույն ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայերի եւ 1 կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու, որոնք ըստ հավաստի տեղեկությունների ենթարկվում են ամենօրյա խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին այն միակ կազմակերպությանը, որը հնարավորություն ուներ բանտարկյալների առողջական վիճակը ստուգելու, վերջին օրերին հրահանգվել է լքել երկիրը։ Միացյալ Նահանգներում գրված այս նամակի բովանդակության նմանությամբ մեկ այլ նամակ էլ հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու հոգևոր եղբայրներն են գրել վարչապետ Քեյր Սթարմերին։ Այս տեքստում էլ նորից մանրամասն նկարագրվում է, թե Ալիևը 21-րդ լուսավոր դարում ինչ անմարդկային վերաբերմունք է դրսևորում քրիստոնյա մարդկանց նկատմամբ, դատում առանց հիմնավորման ու պատճառի, խոշտանգում ու ճնշում։ Հոգևորականները վարչապետին խնդրում են գործի դնել եվրոպական կապերը, միջկառավարական հարթակներն ու հարցը հրատապ լուծել, որովհետև Ադրբեջանն օր-օրի ավելի է մեկուսանում ու փախչում միջազգային ուշադրությունից։ Ամեն ինչ փորձում ենք անել, սփյուռքը փորձում է անել եւ սա մեսեջը ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի իշխանություններին։ Պետք է Հայաստանում հասկանա, որ Հայաստանի իշխանությունների համար մեկ պարտականությունն է քաղաքացիների իրավունքների պաշտպանելն է։ Քրիստոնյաներին բռնապետի ճիրաններից փրկելու հոգևորականների խնդրանքները հրատապ են, ձևակերպումները կոնկրետ ու թիրախային։ Իսկ Ռուբեն Վարդանյանին հոգևորականը հորդորում է դադարեցնել հացադուլը հանուն առողջության, որը պետք է գալու դժվար ժամանակները հաղթահարելու համար։ Ռուբեն Վարդանյանը զոր մարդ է եւ անկոնտրոլ իրական տեսակ է, բայց եթե լսի դադարեցնել դա, որովհետեւ դա իր առողջության զգումնաս է հասնում։ 23 հայի դատավարությունը սիմվոլիկ է, շարունակում է հոգևորականը, ասում է բոլոր հայերին են կանգնեցրել դատաստանի առաջ։ Այդ մարդիկ Բաքվում են մեկ պատճառով, որովհետև հայ են, եւ ուրեմն աշխարհի բոլոր հայերը պետք է համախմբվեն հարցը առավել մասսայական դարձնելու համար։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։
Օկուպացված Արցախում թշնամուն հանգիստ չի տալիս հայի ձեռագիրը բնակելի ամբողջական թաղամասեր հիմնահատակ ավերելուց, աշխարհիկ ու հոգևոր կառույցներ պղծելուց հետո վանդալի կեղտոտ ձեռքը հասել է նաև վարչական շենքերին։ Համացանցում կադրեր են տարածվում, ինչպես են գետնին հավասարեցնում կառավարության տունը։ Փոխարենը ինչ-որ բիզնես կենտրոն են ուզում կառուցել ու վերաբնակեցնել ադրբեջանցիներին, բայց նրանք չեն գալիս։ Երևի այն պատճառով, որ գիտեն, եթե ոչ այսօր, վաղը, ապա վաղ թե ուշ հայկական Արցախը իրենց կոկորդում է մնալու։ Քարերի հետ կռիվ տվող, հայի ինքնությունը ջնջել փորձող Ադրբեջանի բռնապետական իշխանությունը օկուպացված Արցախում հողին է հավասարեցնում ինչ պատահի։ Հիմա էլ ձեռքը Արցախի կառավարության շենքին է հասել։ Ավերել են կառույցը փլատակների վերածել։ Կովկասագետ Ավանեսովը նկատում է, պատահականություններ այս դեպքում եւս չկան։ Հոգեբանական տերոր են իրականացնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Եթե մենք ուսումնասիրում ենք ամենածավալուն անդման դեպքերը, հիմնականում սկսվել են Բաքվում շինչու դատավարության մեկնարկին զուգահեռ եւ պատահական չէ, որ հենց դատական գործընթացին զուգահեռ տեսանք կառավարության շենքի քանդումը։ Իրենք ունեն իրենց ծրագիրը եւ այդ ծրագիրը ակնհայտ է հայկական տարածքների բռնազավթում, հայկական տարածքների տիրում, հայկական հետքի վերացում, սա է եւ դա իրականացում է։ Հային ու հայկական հետքը ոչնչացնող այս քաղաքականությունը նոր բան չէ, շարունակում է արցախցի քաղաքական գործիչը։ Նույն դաժան ձեռագիրը կիրառվել է նաեւ Նախիջևանում Ջուղայի խաչքարերի ոչնչացման ժամանակ։ Խաչքարեր են ոչնչացնում, հուշարձանները մանավանդ ազատամարտի հետ կապված բոլոր հուշարձանները, հայնական պատերազմի, այսինքն այդպես պլանային ձևով այդ ամենը ոչնչացում են, ինչպես ժամանակի ընթացքում կատարվեց Նախճիվանում եւ Նախճիվանի վերջին խաչքարերը Ջուղայի այս վերջին ժամանակահատվածում ոչնչացրեցին։ Դեռ ամիսներ առաջ թշնամին Արցախի կառավարության շենքից հեռացրեց Արցախի զինանշանը, քանդեց նաեւ ազգային ժողովի շենքը, բնակելի եւ պատմական թաղամասեր։ Թե ինչի են վերածում մեր պատմական հայրենիքը։ Սցենարները շատ տարբեր են։ Ցանկություն ունեն հիմնովին քանդած Արցախի ազգային ժողովի եւ ազատամարտիկների միության շենքերի փոխարեն կոնգրես կենտրոն ստեղծել, ընդ որում հիմնարկելքը արվել է հենց Ադրբեջանի նախագահի կողմից։ Նույնիսկ ադրբեջանցիները չեն ցանկանում գալ ու վերաբնակվել Արցախում, որովհետև վստահ են, հայը վերադառնալու է իր պատմական հայրենիք, ասում է արցախցի քաղաքական գործիչը։ Իրենք էլ քաջ գիտակցում են, որ վաղ թե ուշ այդ տարածքներին մենք վերցնելու ենք, ինչպես ասում են, ինչ գնով ուզում են, այսինքն այսօր լինի, վաղը չլինի, մյուս օր լինի, իհարկե դա լինելու է, ուղղակի կարծում եմ ժամանակի հարց է, մենք հաստատում կկանում ենք ոտքի վրա, այդ հարցերը իհարկե կլոսի, որովհետև չեմ կարծում, որ 3000 տարի շարունակ մի երկարամաս որտեղ անդադ հայ մարդն է ապրել, այդպես երկու հանգիստ պետք է մարսվի մեր թշնամիների կողմից։ Մասնագետները համակարծիք են այս հանցավոր գործելավոճի հիմնական նպատակը ժամանակավորապես բռնազավթված Արցախում հայկական ինքնության, պատմության եւ ներկայության լիակատար ջնջումն է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Երևանը շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ։ Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիության սկզբունքների վրա, նաեւ ուշադրություն է դարձված առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային եւ միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային Նշվում է նաև, որ խաղաղության խաչմերուկը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է զանգահարել Ռուսաստանի նախագահին քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մեկնաբանելով Ջիդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքները, Թրամփը նշել է, որ տանգոն մենակ չեն պարում, մինչդեռ Կրեմլը չի մեկնաբանում ճակատում 30-օրյա հրադադարի վերաբերյալ առաջարկը, քանի դեռ Միացյալ Նահանգներից չեն ստացել մանրամասն տեղեկատվություն բանակցությունների վերաբերյալ։ Սաուդյան Արաբիայի Ջիդայում տեղի ունեցած Ամերիկա-Ուկրաինա բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարեցին Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը եւ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Կողմերը նաեւ պայմանավորվել են, որքան հնարավոր է շուտ Ուկրաինայի օգտակար հանածոների մասին համաձայնագիր է ստորագրել։ Սպիտակ տան պլանավորած սպասված դիվանագիտական հաջողությունն է, կարծես ավետում նահանգների պետքարտուղարը հանդիպումից անմիջապես հետո։ Ուկրաինացիները պատրաստ են դադարեցնել մարտերը, նրանք պատրաստ են դադարեցնել կրակոցները, նրանք պատրաստ են նստել սեղանի շուրջ։ Նոր պայմանավորվածություն կա, ԱՄՆ-ն կվերսկսի հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին, ինչպես նաև դարձյալ ռազմական օգնություն կհասցնի Ուկրաինա։ Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է նաև, որ առաջարկները կփոխանցի Ռուսաստանին եւ որ այժմ գնդակը Մոսկվայի դաշտում է։ Թրամփ-Զելենսկի դրամատիկ վերջին հանդիպումից հետո տպավորություն էր, որ վաղեմի դաշնակիցները դժվար թե կարողանան արագ կազմակերպել նոր բանակցություններ, բայց դիվանագիտությունն այլ բան է հուշում։ Պաշտոնական Կիևը մանևրելու որևէ տարբերակ ըստ քաղաքագետի իրականում չունի։ Որովհետև Ուկրաինան այն վիճակում է, որ առանց բանակցությունների ԱՄՆ-ի հետ, առանց ԱՄՆ-ի օգնությամբ ինքը իր մարտական ռեսուրսը շատ արագ նվազում է եւ Զելենսկին դա հասկանում է։ Reuters-ը գրում է նաև, որ ըստ Թրամփի Զելենսկուն նորից կհրավիրի Սպիտակ տուն, իսկ այսօր կամ վաղը կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Այս առումով ավելի շահեկան են Մոսկվայի դիրքերը, որովհետև որքան էլ պարզ է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան միամսում բարեկամներ չեն դառնա, բայց այս հարցում համընկնող շահեր ունեն խոշոր խաղացողների պարզ հաշվարկն է։ Ռուսաստանը ուզում է, որ պատերազմը դադարեցվի, Ռուսաստանը ուզում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը այնտեղ չլինեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը չլինի, ԱՄՆ-ն էլ է դա ուզում, ԱՄՆ-ն չի ուզում ներգրավված լինի, ուղիղ Ռուսաստանի հակառակորդը, իրական հակառակորդը Ուկրաինան չէր եւ ամենակարևորը, որ հենց Ռուսաստանում այդպես են ընկալում, որ Ռուսաստանի հակառակորդը արևմուտքն է։ Եվ այստեղ իրենք փորձել են շահական դիրքերում լինեն կամ գոնե չզիջեն ոչ թե Ուկրաինային, այլ արևմուտքին։ Տանգոյի համար երկուսն են պետք, դա է պատճառը, որ այս շաբաթ բացի դիվանագետների հանդիպումները, նաև Թրամփ-Պուտին հեռախոսազանգ տեղի կունենա հենց Թրամփի նախաձեռնությամբ։ Սպիտակ տան առաջնորդը հույս է հայտնում, թե առաջիկա օրերին հրադադար կլինի։ Քաղաքագետները միանշանակ համոզված չեն։ Էքսցենտրիկ նախագահի զգայուն հայտարարությունները դեռ պետք է ապացուցվեն հողի վրա։ Տիգրանոյի Կուրգինյան, Ժամ լրատվական։ Այժմ վերադառնանք Հայաստան եւ ինչ պատկեր կունենանք մեր խորհրդանում, եթե ընտրությունը լիներ այս կիրակի։ Մոտ 1100 քաղաքացի է պատասխանել քաղաքական նախընտրության ու սահմանադրության փոփոխության մասին հարցին։ Ըստ այդմ հարցածների ճնշող մեծամասնությունն այն կարծիքին է, որ մայր օրենքին պետք չէ ձեռք տալ, մինչդեռ 7.5%-ը ցանկանում է լիովին նոր սահմանադրություն ունենալ։ Որ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ են Հայաստանի քաղաքացիները տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները։ Gallup International Association-ի հարցմանը քաղաքացիների 27.8%-ը պատասխանել է Ռուսաստանի հետ, իսկ Եվրամիության հետ դրական պատասխան են տվել 25.8%-ը։ ԱՄՆ-ի հետ նշել է 15.5%-ը, Իրանի հետ նշել է 13.3%-ը, ոչ մեկի հետ նշել է 11%-ը եւ 3.4%-ը նշել է Եվրասիական տնտեսական միության հետ։ Ռուսաստանի հետ ձգտումը դեպի Ռուսաստան ավելի մեծ է, քան թե Եվրոպայության հետ համագործակցություն։ Իսկ որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեն քաղաքացիները, եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Հարցվածների 32.1%-ը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին, 24.6%-ը դժվարացել է պատասխանել։ 11.8%-ը նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Հայաստան դաշինքը նշել է 4.7%-ը, ակտիվ ունեմ դաշինքը գրանցել է 2.1%։ Գելափի հարցումների համաձայն Հայաստանի քաղաքացիների 59.6%-ն ասել է, որ սահմանադրությունը պետք է անփոփոխ մնա։ Հարցումները կազմակերպվել են փետրվարի 27-ից մարտի 5-ը 1100 քաղաքացիների շրջանում։ Միանշանակ կարող եմ ասել, որ մեծամասնությունը մեր քաղաքացիների դեմ է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը
որոշակի փոփոխությունների ենթարկվի։ Մեծ տոկոս են կազմում նաև կառավարության գործունեությունից դժգոհողները։ Փետրվարի հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիների վարչապետի գործունեությունը ամբողջովին դրական է գնահատել հարցվածների 9%-ը, դժվարացել է պատասխանել 10%-ը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հովիկ Աղազարյանին վերաբերող միջնորդության հիմքում ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ոչխարների հետ կապված կաշառքի գործը։ Տարոն Մարգարյանի հետապնդումը առնչվում է 2012-15 թվականներին Երևանում գտնվող 3 կրթական հաստատություններ ձևական աճուրներով օտարելուն։ Գլխավոր դատախազը միջնորդել է Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել փողերի լվացման և պաշտոնյական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Սափրվելու համար նախատեսված ածելին հաճախ դառնում է ինքնավնասման գործի քրեակատարողական հիմնարկներում։ Եթե դատապարտյալի մոտ կրկնվում են նման ցանկությունները, ապա քրեակատարողականի պետը կարող է և թույլ չտալ նրան ածելի ունենալ։ Իսկ վիճակագրությունն ասում է, ազատազրկված անձանց թվի աճի հետ ավելանում են նաև նման դեպքերը։ Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ավելացել են։ Նախորդ տարի 205 բանտարկյալի հետ կապված 626 նման դեպք են արձանագրել պատասխանատուները, այս թվում նաև 101 բանավոր հայտարարություն ինքնավնասման պատրաստվելու մասին։ Քրեակատարողականի պաշտոնյան դեպքերի աճը նախ եւ առաջ պայմանավորում է այն հանգամանքով, որ հենց նախորդ տարի ազատությունից զրկված քաղաքացիների թիվը մեր երկրում ավելացել է։ Ամենաշատ ինքնավնասումների դեպքերը արձանագրվել են Արմավիր եւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում։ Եթե մենք բաց ենք թողում այն հանգամանքը, որ այդտեղ պահվում ամենաշատ անձինք են պահվում, ազատությունից զրկված անձինք, մյուս հնարավոր բացատրությունը այն է, որ այդտեղ պահվում են հիմնականում կամ կալանավորված անձինք, ովքեր էլի խցային պայմաններում են պահվում, կամ բարձր անվտանգային գոտում կամ միջինի խիստ անվտանգային գոտում պահվող անձինք, որը էլի ենթադրում է խցային պայմաններ։ 205 ինքնավնասումներից 144-ը կալանավորի, 61-ը դատապարտյալի կարգավիճակ ունեցողներն են կատարել։ Ալեքսանյանը նշում է, որ ինքնավնասումների պատճառների շարքն ու ներկայացվող վիճակագրությունը գրեթե միշտ է այս տեսքն ունեցել։ 24 թվականին առաջին տեղում գտնվել է դատապարտյալների հիվանդանոց քաղաքացիական բժշկական կենտրոն տեղափոխվելու ցանկությունը, առողջական, դեղորայքի եւ բուժանձնակազմի հետ կապված խնդիրներ եւ պահանջներ։ Երկրորդ տեղում նյարդային լարվածություն, հոգեկան անկայուն, անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվելն է որպես բարձրաձայնված պատճառ, եւ երրորդ մեծ խումբը դա քրեակատարողական հիմնարկի կամ ծառայության կողմից կայացված որոշումների հետ անհամաձայնություններ։ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը եւս ինքնավնասումներ կատարած անձանցից առավել հաճախ այս նույն պատճառներն է լսել, սակայն խմբի ղեկավարը նշում է, անպատասխան մնացած հարցեր կան։ Լավ կատարվել է ինքնավնասումը, լավ կատարվել է մահվան դեպքը, հա, իրական մահվան դեպքը, քանի քրեակատարողական հիմնարկության աշխատագիծ է պատժվել, քանի քրեական գործ է հայտարարվել եւ ինչ իրավիճակում է գտնվում այդ քրեակատարողական հիմնարկությունը։ Մարդը խցի մեջ է, իր մատները կտրում է, օրինակ եմ ասում, հա, ինքնավնասում է կատարում։ Որտեղից այդ մարդուն այդ գործիքները։ Եթե այդ մարդը հոգեգան խնդիրներ ունի, ինչի այդ մարդու հոգեգան խնդիրը չի քննարկվել։ Քրեակատարողականի պաշտոնյան տեղեկացրեց, որ ազատությունից զրկվածներն ամենաշատը ինքնավնասումներ իրականացնում են ածելիով, որն իրենց տրամադրվում է հիգիենայի համար, եւ նոր փոփոխություն կա, ծառայության պետը կարող է որոշել պարտադիր տրամադրվող այդ առարկան չտալ վերջինիս, եթե նրա մոտ ինքնավնասում կատարելու ռիսկը բարձր է։ Ալեքսանյանն այստեղ նաեւ հիշեցրեց, ռիսկի կառավարման գործիքակազմ են ներդրել բոլոր քրեակատարողականներում։ Դրա արդյունավետության վերաբերյալ դեռևս մնում են մտահոգություններ, այստեղ շատ է կարևորվում հոգեբանների աշխատանքը, շատ է կարևորվում, իսկ մենք ունենք թափուր հաստիկներ հոգեբանների, նաև Տիկին Ալեքսանյանը նշեց, որ վերջին տարիներին ավելացել է ազատությունից զրկված անձանց թիվը ու ոչ բավարար քանակ ունենք հոգեբաններ։ Շատերը ասում են, որ դա ժամանակի վատնում է։ Բարեփոխումների վերաբերյալ քննարկումները շարունակվում են, Ցողիկ Ալեքսանյանը վստահեցրեց։ Դեռ հասկանալ է պետք լավագույն լուծումները որոնք են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նոր նախագիծ, ըստ որի եթե ինչ-որ հարցով տուգանել են ու դու համաձայն չես, կարող ես դատարանում վիճարկել, բայց նախ պետք է վճարես ու նաև հիմնավորես, թե ինչ կլինի, եթե դատարանը այն չկասեցնի։ Ոլորտի մասնագետը մինչդեռ պնդում է, ստացվում է անգամ եթե անհիմն են տուգանել, պետք է էլի վճարես ու ընկնես քաշքշուկի մեջ։ Ու հարցը է, քանի հոգի պատրաստ կլինի, օրինակ 5000-անոց տուգանքի համար մոտ 10,000 գումարած ժամանակ ծախսել։ Օրենսդրական փոփոխություն, որն ավելի է բարդացնելու քաղաքացիների կյանքը։ Գործող օրենքով վարչական տուգանքների դեպքում, եթե քաղաքացին կամ ընկերությունը համաձայն չէ վարչական ակտի հետ, կարող է բողոքարկել այն դատարանում։ Արդարադատության նախարարությունից շրջանառվող նախագծով վիճարկելու դեպքում քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկել վարչական ակտերը, միայն թե այն տարբերությամբ, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչու է անհրաժեշտ կասեցնել վարչական ակտի գործողությունը եւ ինչ հետևանքներ կարող են առաջ գալ, եթե այն չկասեցվի։ Իհարկե, եթե դուք չկարողանաք կամ ըստ դատարանի չկարողանաք հիմնավորել, օրինակ, որ ձեր համար դա ծանր ֆինանսական վիճակ է ստեղծում, դա էլ շատ, այսպես ասած, գնահատման ենթակա եզրույթներ են։ Մի դատարանը կարող է մտածի, որ օրինակ, չգիտեմ, 10 միլիոն շրջանառություն ունեցողի համար 4 միլիոն տուգանքը ծանր վիճակ է ստեղծում։ Մյուս դատարանը գնահատի, որ չէ, 4 միլիոնը կարող ես վճարել, դեռ գոյատևել, հետևաբար ծանր չի։ Շատ վիճելի եւ գնահատման ենթակա եզրույթներ են սրանք։ Օրենսդրական այս փոփոխությունը ավելի ծանր ազդեցություն կարող է ունենալ բիզնես գործունեություն ծավալող տնտեսվարողների համար։ Ընկերությունը օրինակ տուգանվել է մի քանի միլիոն դրամով եւ դիմելով դատարան պետք է սպասի անորոշ ժամկետով, թե երբ իր հայցադիմումը դատարանը կհիմնավորի։ Եթե ի սկզբանե միջնորդությունը չի բավարարվում կասեցման մասով դատարանի կողմից եւ օրինակ կարաս այնտեղ վերաքննիչ դատարանել դիմես եւ դա օրինակ չի բավարարվում, ապա այո, դու պետք է վճարես տվյալ տուգանքը եւ սպասես, թե ինչ կլինի դատական վեճի ընթացքում, առնվազն 2 տարվա ընթացքում, որովհետեւ եթե կողմերից մեկը վերաքննիչ բողոք տարավ, իսկ վարչական մարմինները միշտ վերաքննիչ բողոք են տանում պարտվելու դեպքում, ապա դա առնվազն 2 տարվա պատմություն է։ Վերջերս պարեկներ էին կալանավորվել ապօրինի որոշումների համար, վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություն կազմելու 50 դեպք էր բացահայտվել։ Հիմա ստացվում է, որ անգամ ապօրինի որոշումների դեպքում, երբ քաղաքացին դրանք վիճարկում է դատարանում, պետք է միջնորդություն ներկայացնի տուգանքը տվյալ փուլում չվճարելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ Հայտնաբերվել է Արագածում ձնահյուսի տակ մնացած քաղաքացու մարմինը։ Պատկերը կայուն է արևոտ սպասումներ մարտի 13-ի համար, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Made in Armenia ապրանքանիշը միջազգային շուկա դուրս հանելու մեծ շանս կա, եթե գործարարը օֆլայն առևտրից բացի նախընտրում է նաև օնլայն հարթակները։ Այսօր բիզնեսի ներկայացուցիչները հավաքվել, արձանագրել են հնարավորություն ունեն, խնդիրը միայն լոգիստիկ ծախսերն են, որ եթե պետությունը ձեռք մեկնի, սուբսիդավորի շատ բան այլ կլինի։ Դահլիճում գործարարներն են մեկ հարկի տակ են հավաքվել քննարկելու արտահանման համար մարքեթփլեյսների առաջարկած հնարավորությունները։ Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությունն է։ Գործադիր տնօրենի խոսքով օնլայն մարքեթփլեյսերի մուտքը Հայաստան բազում փոփոխություններ բերեց շուկա, մասնավորապես գնային քաղաքականության ու սպասարկման ոլորտներ։ Սակայն կարևոր է, որ դրանք նաև նպաստեն արտահանման ծավալների ավելացմանը։ Այս միջոցառման շնորհիվ իհարկե հայ գործարարները, որոնք բավականին մեծ թվով այսօր մասնակցում են մեր միջոցառմանը, կարող են իրենց առաջին քայլերը անել, եթե մինչդեռ չեն արել եւ մուտք գործեն այդ օնլայն մարքեթփլեյսերին։ Խոսնակները բավականին մատչելի կերպով ներկայացնելու են այդ խաղի կանոնները եւ նաեւ ունենալու ենք networking։ Միջոցառմանը մասնակցելու համար 400-ից ավելի գործարար է գրանցվել։ Ասոցիացիայից նշում են, նրանք բոլորն էլ արտահանման մեծ ներուժ ունեն։ Պոտենցիալ ունի նաեւ հայկական արտադրանքը, սա էլ վստահեցնում են միջազգային խոշոր մարքեթփլեյսերի ներկայացուցիչները։ Հիմնական խնդիրը այդ բարիերները, որով մենք ունենք արտահանման հետ կապված, դա լոգիստիկ ուղիների գինն է։
Տեսեք, երբ որ քո ապրանքը տեղադրված է հայկական պահեստում եւ դու վաճառում ես այլ երկրներ, ամենակարճ ճանապարհը դա տեղ հասցնելու դա ավիաուղիներն են։ Ավիաուղիները գիտեք բավականին թանկ են։ Կան տարբերակներ, այլ երկրներ, որոնք սուբսիդավորում են այդ։ Լավ կլիներ, եթե մեր պետությունը նաև մտածեր դրա մասին, որպեսզի սուբսիդավորեր հայկական արտադրանքը, ոչ թե Հայաստանից վաճառվողը, այլ հայկական արտադրանքի արտահանման ծախսերի սուբսիդավորումը։ Միջազգային առևտրային 4 հարթակները ներկայացնող խոսնակները գործարարներին մարքեթփլեյսերի հնարավորություններն ու աճի տեմպը ներկայացնելուց բացի, նաև պանելային քննարկում ու դահլիճի հետ հարցուպատասխան ունեցան։ Հայ գործարարների ասոցիացիայից էլ վստահեցրին, արտաքին առևտրի խթանման նպատակով շարունակելու են ընդլայնել համագործակցող երկրների շարքը, բացահայտելով նոր գործիքներ և հնարավորություններ։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Արագածի գագաթին ձնահյուսի տակ մնացած քաղաքացու անշնչացած մարմին այսօր առավոտյան հայտնաբերել են փրկարարները, մյուս լեռնագնացները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Լեռնագնացները Իսպանիայից են եկել, իսկ այս տարի նախորդ տարվա համեմատ մոտ 10,000-ով ավելի քիչ տուրիստ են ունեցել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկացմամբ արցախցիներին հատկացվող 50,000 դրամի աջակցության ծրագիրը ապրիլից կկրճատվի։ Հունվարից մինչև մարտ ամսվա վերջ 50,000 դրամ բոլորն են ստանալու, իսկ արդեն ապրիլից գումար են ստանալու միայն թիրախային խմբերը, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, կերակրողին կորցրած անձինք, մինչև 18 տարեկանները և կենսաթոշակառուները։ Նշյալ անձինք ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ստանալու են անձը 40,000 դրամ աջակցություն, իսկ արդեն հուլիսից այդ 40,000 դրամը կդառնա 30,000 դրամ։ 2025 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 127,241-ի փոխարեն Հայաստան է այցելել 117,372 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը համացանցում տեսանյութ է տեղադրել ներկայացնելով հյուսիս-հարավ տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։ Նշվում է, որ կառուցվում է 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության և կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքյասյանը հայտնել է, որ 50 վարորդ ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը և տեսնելով, որ վարձատրվել է ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում է գրել և հեռացել աշխատանքից։ Խոսքը Ժոնգթոնգ ավտոբուսների վարորդների մասին է։ Երևան ավտոբուս ՓԲ-ից էլ ի պատասխան հայտնել են, որ Ժոնգթոնգ մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքների համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն և ազատվեն աշխատանքից։ Հավելել են նաև, որ աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև հաջորդ ամսվա 15-ը։ Փրկարարները ժամը 10:15-ին հայտնաբերել են Արագածի գագաթին ձնահյուսի տակ մնացած քաղաքացու մարմինը։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս։ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել էր ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, 1-ը անհետ կորած էր։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին արևոտ սպասումներով մեզ է միանում Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, այժմ օրվա եղանակը։ Մեր երկրի մեծ մասում մարտի 13-ը կանցնի կայուն պայմաններում։ Ամենուրեք պահպանվում է անտիցիկլոնի արևոտ ուժը։ Սպասում ենք առանց տեղումների օր։ Մինչև շաբաթվա ավարտը կանխատեսվել է ջերմացում ևս 4 աստիճան։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 24, Լոռիում 19-ից 22 աստիճան, Տավուշում սպասվում է 23-ից 26, Արարատում, Արմավիրում 21-ից 24 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 24-ից 26, Նախալեռներում 18-ից 21 աստիճան,
Երևանում օրը կանցնի առանց ստեղումների կայուն պայմաններում։ Այս գիշեր սպասվում է 4-ից 6, ցերեկը 19-ից 21, երեկոյան 13-ից 15 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։